Ամեն առավոտը վերջապես տեսանելի է ձեզ համար, սիրելի ունկնդիրներ, գաղտնիք չէ, որ մենք երթևեկության հետ առնչվող թեմաներին պարբերաբար անդրադառնում ենք, Մոլիտվինը այդ առումով շատ ակտիվ է։ Որպես վարորդ լինելը նկատելով շատ ակտիվ է, եւ մենք որոշեցինք, որ տարեվերջյան հարցազրույցների շարքը կսկսենք Արթուր Խուդինյանի հետ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ։ Պարոն Խուդինյան, շնորհակալություն, որ ձեր խիստ զբաղված շատ կարևոր թանկ ժամանակը տրամադրում եք մեզ։ Ժամանակ եք տրամադրել մեզ։ Ես առաջին իմ հարցը կուղեմ ավելի Սորան իմ համար է կազմակերպել այս հարցազրույցը։ Հարցերից կսկսենք, հետո Մոլիտվինը ավելի խորի երթևեկություն կտեղափոխվի։ Ամանոր ուժեղացված ծառայություն սպասվում է, թե ոչ, որովհետև գիտենք բոլորս, որ երբեմն ալկոհոլի չարաշահում, երբեմն խիստ տոնական տրամադրություն, ինչ գործիքակազմ է կիրառելու բարեկային ծառայություն։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ցանկանում եմ նշել, որ ամենօրյա նախատոնական օրերի կապակցությամբ հանցագործությունների նախականխման, կանխման եւ խափանման, ինչպես նաեւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով դեկտեմբերի 13-ից բարեկային ծառայությունը իրականացվում է ուժեղացված ծառայություն, ներգրավելով լրացուցիչ ուժեր։ Հիմնականում երթուղիները մոտեցրել են առևտրի կետերի մոտ, որտեղ որ մարդիկ գնալու են, առևտուր են անելու, որ նախապատրաստվելու են տոնական օրերին։ Դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 5-ը բարեկային ծառայության իր ոչ ներուժով կենտրոնանալու է ոչ թավ վիճակում գտնվող վարորդների կողմից տրանսպորտային միջոցների շահագործումը բացառելու ուղղությամբ։ Այս առումով որևիցե զեջում, որևիցե ներում չի լինելու։ Ես հենց դա ուզում հարցնել, հնարավոր չէ, որ ասեն դե լավ, տոն է, հարգելի Պարեկ ջան, դե մի երկու բաժակել ավել եմ խմել։ Խնդրում եմ ներեք, ես գնամ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, բարեկային ծառայողների կողմից ոչ մի զիջում, ոչ մի ներում չի լինելու։ Դա շատ կարևոր է։ Ես լիովին եմ, որ միգուցե մեզ շատ ռադիոլսողներ լսեն, հիմա չնեղանան մեզանից չհամաձայն, բայց իսկապես շատ ճիշտ որոշում է։ Այո, որովհետև դա հանգեցնում է ավելի վատ հետևանքների։ Դա երթներ ու մնացած ամեն ինչը։ Այո։ Հետաքրքիր է, հա, չնայած տոներն են մոտենում, ինչպես նշեցիք, ուժեղացված ծառայություններ, որովհետև ցավոք սրտի ոչ թափ վիճակում գտնվող վարորդները ել ավելի շատ են լինում, բայց ցավոք սրտի նա պետք է արձանագրենք, որ նույնիսկ սովորական օրերին ոչ տոներին, այլ սովորականից վերջին օրերին նույնիսկ գնալով ավելի շատանում են ոչ թափ վիճակում վարող վարորդները, առանց վարորդական իրավունքների վարող վարորդները։ Ունենք օրինակ տվյալներ, հա, ավելի շատ օրինակ մայրաքաղաքում են արձանագրությունները կազմվում եւ ոչ թափ վիճակում վարորդները հայտնաբերում, թե որ մարզն է ավելի այդ հարցում ցավոք սրտի այսպես ասած ուժեղ։ Նշեմ, որ հանրապետության ամբողջ տարածքով իրականացվում է ուժեղացված ծառայություն ոչ թափ վարորդների նկատմամբ եւ տենց այս պահին տվյալներով չասեմ, բայց հանրապետության բոլոր մարզերում եւ Երևան քաղաքում, ավելի շատ երևի Երևան քաղաքում հայտնաբերում ենք ոչ թափ վիճակում վարող տրանսպորտային միջոցների վարորդներ, ինչպես նաեւ առանց վարորդական վկայականի։ Նշեմ, որ օրենքի փոփոխություն է տեղի ունեցել եւ արդեն առանց վարորդական վկայական ունենալու դեպքում երկրորդ անգամը արդեն քրեականացվել է։ Առաջինը տուգանվում է, երկրորդը արդեն քրեականացվել։ Իսկ ում անունով է որ մեքենան, հա, այդ մարդն է տուգանվում։ Այո, ով որ տրանսպորտային միջոց տվել է, այո, ինքն նույնպես տուգանվում է։ Մի քիչ էլ գնանք թվերի աշխարհ, ճանապարհատրանսպորտային պատահարների քանակ, զոհերի քանակ։ Այստեղ մենք աճ ունենք, նվազում ունենք, ինչպիսի պատկեր է։ Նշեմ, որ ճանապարհատրանսպորտային պատահարների աճ ունենք, բայց այս առումով բարեկային ծառայությունը ամբողջ տարվա ընթացքում իրականացվում է ուժեղացված ծառայություն եւ Երևան քաղաքում եւ մարզերի միջպետական ճանապարհների վրա, որովհետեւ մեր բարեկային ծառայության խնդիրներից եւ նպատակներից մեկը դա ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն է եւ այս առումով մենք ունենք դեկտեմբերի 19-ի դրությամբ զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ 48-ով նվազել է։ Սա մեր առաջնային խնդիրներից մեկն է։
Նաև խոսեցինք դրա մասին, ցավոք սրտի հիմնական պատճառները որոնք են, հա, ամրագոտին չամրակապվելն է, հեռախոսների մեջ Instagram, TikTok կամ ինչ-որ հոլովակներ նայելն է, SMS հաղորդագրություններ գրելն է ու ամբողջ աշխարհով վիճակագրությունը երբ որ նայում ես, ավտովթարների պատճառների մեծամասնությունը լինում է հենց հեռախոսի պատճառով։ Ու ես գիտեմ օրինակ չամրակապվելու դեպքում ժամանակի եթե տուգանվում ենք եւ վճարում ենք օրինակ 5000 դրամ, հիմա 10000 դրամ եւ 1.5 կամ 1 բալ համում են ընդհանուր բալերից։ Բայց դա էլ կարծես թե մեր վարորդներին չի սթափեցնում, պարոն Խուդինյան։ Այո, ճիշտ եք նկատել, հատկապես ամրագոտու հետ կապված, բայց քանի որ ես դա նաև պետք է խոսեմ թվերով, մենք բարեկային ծառայությունը մասնավորապես ավել ուշադրություն դարձում այնպիսի լավախախտումների, որոնք նպաստում են ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացմանը։ Դա խոսքը վերաբերվում է վարելու ժամանակ հեռախոսից օգտվելը, որը ուշադրության շեղում է, ծխախոտ օգտագործելը, արագության գերազանցումը, ոչ թավիճակում վարելը եւ ինչի՞ չէ նաեւ առանց ամրագոտու երթևեկելը, որովհետեւ ստատիստիկան ցույց է տալիս, եթե ինքը ամրագոտի կապված է, ուրեմն հետևանքները կարող է ավարտվել մարմնականով, իսկ եթե առանց ամրագոտի է, ավելի ծանր հետևանքներ է լինում։ Դրա համար մենք եւս մեկ անգամ մեր քաղաքացիներին բոլորին հորդորում ենք, որպեսզի վարեն ամրագոտի կապած եւ վարելու ընթացքում չօգտվել հեռախոսից եւ այն իրավախախտումներից, որոնք կարող են առաջացնել ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Նաեւ ամենակարևոր խնդիրներից մենք ուսումնայինք միշտ դա քննարկում ու անդրադարձել ենք, բացի այն, որ տարբեր ժամերի օրվա արդեն դե մեքենաները շատ են մեր քաղաքում, քաղաքը կարելի ասել շատ ծանրաբեռնված է լինում ու վերջին շրջանում ցավոք սրտի շատ եմ նկատում, երբ որ վարորդները չեն զիջում կամ շատ ուշադիր չեն լինում շտապօգնության մեքենաների նկատմամբ, որոնք երթևեկում են եւ փարոսիկով միացրած եւ ձայնային ազդանշանները միացրած, բայց եւ վթարներն են շտապօգնության մեքենաները շատ լինում, իդեպ այդ դեպքում բարեկային ծառայության աշխատակիցները շատ արագ արձագանքում եւ կազմակերպում են կամ երկրորդ շտապօգնության մեքենան է մոտենում կամ հենց իրենք են, եթե հնարավոր է, հա, տեղափոխում են հուշահաստատություն եւ գիտեմ, որ օրենքել է մշակվել, կա վարորդները, ովքեր որ չեն զիջում շտապօգնության մեքենային, նրանք տուգանվում են, բայց մարդիկ կարծես թե եթե թույլ կտակ այս արտադրությամբ էշիական ոնց որ քնած լինեն, չնկատելով եւ չլսելով այդ շտապօգնության մեքենան եւ 1 վայրկյան անգամ կարող է շատ կարեւոր եւ որոշիչ լինել։ Միգուցե խորհուրդ կամ չգիտեմ որտեղ վարորդներին կամ ինչ անել, ինչպես անել, որպեսզի կարողանանք ճանապարհը բացենք շտապօգնության մեքենային եւ չունենանք նման դեպքեր։ Շնորհակալություն։ Վարչական իրավախախտումը վերաբերյալ օրենսգրքում շտապօգնության մեքենան չզիջելու առանձին կարգավորում չկա, սակայն օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է հետևյալ դրույթը, որ կարմիր եւ կամ կապույտ լուսային ազդանշաններ արկածով փարոսիկներ միացրած եւ միաժամանակյա հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցների ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանք նշված սահմանված նվազագույն աշխատավարձի 20 պատիկի չափով։ Այս նշեմ, որ բարեկային ծառայողները որտեղ որ կարգավորում են տվյալ խաչմերուկը կամ երթևեկությունը, տեսադաշտում կամ ձայնային, երբ որ տեսնում կամ լսում են, միանգամից արագ մեկ գոտին ազատում են, որպեսզի կարողանա շտապօգնության մեքենան արագ տեղաշարժվի։ Իսկ մնացած դեպքում, այո, ճիշտ եք նկատել, այո, լինում են վարորդներ, որ չեն հասկանում տվյալ պահին ոնց կողմնորոշվել, հորդորում ենք, որ չխախտելով օրենքը նաև ինչքան հնարավոր է այնպես վերադասավորվեն, որպեսզի շտապօգնության մեքենան ինքը դուրս գա տվյալ թեկուզ եթե խցանման մեջ է կամ տվյալ փողոցից ինքը արագ տեղաշարժվի։ Այս առումով մենք էլ ենք բարեկային ծառայողներն են անընդհատ զգուշացնում են վարորդներին, եթե կտեսնեք արկածով փարոսիկներով եւ ձայնային ազդանշանով տրանսպորտային միջոցներ, ինքը տվյալ պահին ունի առավելություն եւ պետքա արագ տեղաշարժվի։ Ներողություն, եթե ես ունեմ կարմիր տակ կանգնած եմ խաչմերուկում ու իմ հետևում գալիս է շտապօգնության մեքենան, ես կարող եմ խախտել առաջանցել, վերադասավորվել, որպեսզի դուրս գա։
Իսկ եթե տվյալ պահին կա բարեկային ծառայող այնտեղ կանգնած, արդեն ինքն է կարգավորում, ինքն է ասում, ոնց տեղա վերադասավորվեք, որպեսզի արագ երթևեք շտապ օգնության մեքենան։ Մենք վեր ենք հանում խնդիրները, բայց այս պատմությունը նաև լավ կողմեր ունի։ Վերջին շրջանում առնվազն ես համացանցում հաճախ եմ հանդիպում նորությունների։ Բարեկային ծառայությունը հաշված րոպեների ընթացքում փրկեց երեխայի կյանքը կամ որևէ մեկին, որը օրինակ առողջական խնդրի պատճառով հայտնվել էր անօգնական վիճակում, օգնություն ցույց տվեց եւ հասցրեց հիվանդանոց։ Ինձ ուրախացնում են նման օրինակ նյութերը, պարոն Խուդինյան, ուզում եմ այս մասով քաղաքացիների արձագանքի մասին խոսեք։ Եվ ինչքանով է սա բարեկային ծառայության նկատմամբ վստահությունը ավելացում եւ ինչպես է փոխում վերաբերմունքն առհասարակ։ Շնորհակալություն, այո, դեպքեր մենք շատ ունենք, որ եւ Երևան քաղաքում եւ մարզերում, երբ որ ծնողները մոտենում են բարեկային ծառայության կարգախմբին եւ ասում են երեխայի առողջական վիճակը լավ չի, պետք է շտապ հասցնենք բուժ հաստատություն եւ միանգամից արագ տեղափոխում ենք մեր տրանսպորտային միջոցը, երեխային եւ ծնողին հասցնում ենք բուժ հաստատություն, ունենք նմանատիպ բազմաթիվ դեպքեր եւ Երևանում եւ մարզերում եւ փրկում ենք երեխայի կյանքը կամ իր առողջության կապված արագ արձագանքում ենք, այո, քաղաքացիներն էլ ինքներն իրանք են հենց մոտենում բարեկային ծառայողներին, վստահելով, որ արագ հասցնի երեխային բուժ հաստատություն։ Եվ քանի որ երեխաներից ենք խոսում, ես համառորեն պայքարում եմ ինքնագլորների դեմ, բայց դա շատ անհատական պայքար է, չնայած կարծում որ շատերն են այս հարցում համակարծիք, բարեկային ծառայությունը ինքնագլորների դեմ Չակերտավոր պայքար կանում է թե չէ եւ կամ ինչպես է այս հարցը կարգավորվում, որովհետեւ բոլորս ենք նկատել մայքերում ինքնագլորները ավելացել են եւ խոսքս միայն երեխաների մասին չէ, բավական։ Բայց նաեւ նշենք, որ իրենք չունեն էլ համապատասխան տեղ վարելու, դրա համար ստիպված են նշեմ, ինչը ինքնագլորները պետք է նշել, որ բարեկային ծառայողները ներկայումս մեծ ուշադրություն են դարձնում դրանց։ Օրենսդրական կարգավորումը 2024 թվականից է եւ միայն 2025 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է շուրջ 302 վարչական իրավախախտում, այսինքն այս առումով բարեկային ծառայողները հատկապես մարդաշատ վայրերում, որտեղ որ ավելի հաճախակ են քշվում ինքնագլորները, այդտեղ ծառայություն է իրականացվում եւ խախտում կատարած քաղաքացիներին ենթարկվում են պատասխանատվության։ Այս պահի դրությամբ 25 թվականի միջև 11 ամիսների դրությամբ ունենք 302 արձանագրություն եւ մենք էլ ենք պայքարում, խստացնում, որովհետեւ ունենք նաեւ ինքնագլորներով տարբեր դեպքեր։ Նաև խոսում ենք մենք դրական դեպքերից, ես ուզում եմ նաև նշել, քեշեք սեպտեմբեր ամիսն էր, երբ որ շատ ուժեղ հանձրևներ էին ու համացանցով տարածվեց մի ոստիկանության բարեկային ծառայության աշխատակցի լուսանկար ու փոքրիկ հոլովակել կար նույնիսկ, որ սարսափել է տանձրևների մեջ, նա ոտից գլուխ ջրի մեջ կարգավորում էր, օգնում էր վարորդներին խուսափեք այս փոսերից, անցեք այստեղից ու նաև շատ ուրիշ դեպքեր էլ կան, երբ որ պարզապես երթևեկության ընթացքում նկատում ես, դա ոչ բարձրաձայնվում է, ոչ ֆոտոյով կամ հոլովակով, այլ պարզապես տեսնում ես ինչպես են բարեկային ծառայության աշխատողները մոտենում օրինակ անսարք մեքենային եւ վարորդին փորձում թե հրելով մեքենան, թե ինչ որ ձև շարժիչ աշխատանքի գցելով, բայց օգնում են շատ արագ մեքենան այնտեղից անել եւ օգնելով քաղաքացուն եւ առաջին հերթին շատ արագ կարգավորելով երթևեկությունը։ Նաեւ ուզում եմ անդրադառնալ, վստահ եմ մեր ռադիոլսողների շատերը շատ ուժամի երբ որ գալիս են տուն, մեկը կարող են ինչ որ բակերից մեկում տեսնել տարօրինակ, բայց բարեկային ծառայության մեքենա է կանգնած, բարեկային ծառայողները մեքենայի մեջ են, փարոսիկները անջատված են, լուր նստած են։ Ինչու՞։ Նշեմ, որ բարեկային ծառայությունը իր ծառայությունը իրականացնում է փարոսիկները միացրած եւ մեր գիշերային ժամերին նաև իմ կողմից հատուկ ցուցում է տրված, որ շրջակայել բակային հատվածներում, բակային հատվածներից գողության, անձնական ունեցվածքի գողության տարբեր դեպքեր են լինում եւ մենք նաև այս առումով ենք խստացված ծառայություն իրականացնում բակային հատվածներում, որպեսզի հայտնաբերենք այդ հանցագործություն կատարողներին, սրանով էլ ունենք ահագին մենք ձեռբերումներ եւ ամեն օր եւ մարզերում եւ Երևանում որոշակի ժամերին արդեն ելնելով օպերատիվ այդ ամփոփագրերից վերցված այդ ժամային բաներով մտնում ենք մենք բակային հատված եւ աչալուրջ ծառայություն ենք իրականացնում։ Ինչը վերաբերվում է խցանումների, անձրևների ժամանակ, որ այո բոլորս նկատել ենք բարեկային ծառայողները անձամբ իջնում են, այո
Բարեկային ծառայությունը բարեփոխումների առաջին հենց բարեփոխված ստորաբաժանումն է եւ մեր նպատակը որպեսզի ամենաառաջինը քաղաքացու վստահությունը լինի ոստիկանության հանդեպ եւ այդ ընթացքում բարեկային ծառայությունը եթե նկատում է որ պետք է այդ գործողությունը անի, ուրեմն ինքը իջնում եւ կարգավորումը չի նայում, որ իր գործառույթը դա չի, այլ ճանապարհային երթևեկություն կարգավորը չէ։ Եթե մենք կարողանում ենք օգնել քաղաքացուն, ապա մենք իջնում ենք եւ այդ գործողությունը իրականացնում ենք։ Որպեսզի չստացվի, որ մենք շրջանցում ենք հանցավորությունը, դարի ճշնամին է դարձել թմրանյութերի կիրառումը, օգտագործումը, տարածումը, վաճառքը։ Պարոն Խուդինյան, բարեկային ծառայությունը այս առումով ինչ աստիճանի ներգրավվածություն ունի, որովհետև նաև գաղտնիք չէ, որ բակային տարածքներից սկսած թմրանյութերի տարածումը շատ զարգացած տեմպերով առաջ է գնում ու այդպես է սպառում, ցավոք սրտի։ Նշեմ, որ ոչ միայն բարեկային ծառայությունը, այլ ոստիկանության առաջնային խնդիրներից մեկն է դա հանդիսանում թմրանյութերի ապօրինի շրջանառության բացահայտումը, հայտնաբերումը եւ այստեղ անմասը չի մնում նաեւ բարեկային ծառայությունը եւ շրջագայությունների ընթացքում եւ գիշերային եւ ցերեկային ժամերին մենք ունենում ենք տարբեր ցավոք սրտի տարբեր դեպքեր ենք ունեցում եւ մանր չափերի եւ սինթետիկ եւ խոշոր չափերի թմրանյութերի հայտնաբերում։ Այո, սրանով ոստիկանությունը անզիջում պայքար է իրականացնում եւ ամենօրյա ամենժամյա մեր առաջնային խնդիրներից մեկն է դա հանդիսանում։ Այս բան կարճատև գովազդային դաթարով կընդմիջենք մեր եթերը եւ կշարունակենք։ Գովազդ Հանգիստը Դուբայում Վայլիշ յուրաքանչյուր պահը Բուկտուր KTM Հեշտ ենք տալիս, հետնել շատ ենք տալիս։ Գրավադրիր մեքենատ Մոգոյում եւ ստացիր ավտոմեքենայի արժեքի մինչեւ 120%-ի չափով գումար։ Արի Մոգո, մենք հաշվի ենք առնում բոլոր տեսակի եկամուտները։ Հարցերի դեպքում այցելիր Mogo.am կայք կամ զանգահարիր 012 707 707։ Մոգո բկան վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Ուշադրություն Վեգան հայտարարում է տարեվերջան տոնական լիկվիդացիա Մինչև դեկտեմբերի 31-ը տարեվերջան լիկվիդացիա Վեգայում կահույքի և տեխնիկայի շատ մեծ տեսականու համար մանրամասները Vega KTM Գովազդի համար զանգահարել 011 540 840 Քո ճանապարհն առանց խցանումների Ռադիո Մարշալի ամեն առավոտով է անցնում։ Մոլիտվին ու Սոնանը 8:30-ից քեզ են սպասում։ Հասցեն ամփոփող FM 103.5 Ամեն առավոտը շարունակում է իր ընթացքը, մենք եթերում ենք ու քննարկում ենք հարցեր, որոնք ինձ թվում է հանրային ուշադրության կենտրոնում, ոչ թե ինձ թվում է, այլ վստահ եմ եւ հիշեցնեմ, որ մեր տաղավարում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ պարոն Արթուր Խուդինյանն է։ Մոլիտվինը վերադարձել է եթերության կարգավորման տարբեր հարցերին եւ ամենակարևոր երևի հարցերից մեկը նաեւ որը հիմնականում վերաբերում է հետիոտներին Նամանավանդ, երբ որ նայում ես ավագ սերնդի ներկայացուցիչները երեխաների հետ են անցնում սխալ տեղերով ճանապարհը, մշտապես տեսել եւ նկատել են, որ անցնում բարեկային ծառայության աշխատակիցները բարձրախոսով յուզ զգուշացնում են, որ ճիշտ տեղով անցնեն, բայց միևնույնն է քաղաքացին չի հասկանում, որ կյանքն իր առաջին հերթին ավելի թանկ է ու կարևոր, քան թե մնացած 2-3 րոպեն։ Ու ցավոք սրտի նաև ունենում ենք վրաերթներ սխալ տեղով անցնում են ու դեպքերի մեծ թիվ ունենք կարծում եմ։ Այդ դրա վերաբերյալ, հա, նաև ունենք տուգանք, բայց միևնույնն է կարծես թե քաղաքացին չի սթափում եւ ոչ դրանից եւ ոչ է գիտակցում, որ իր կյանքն է առաջին հերթին կարևոր։
Շնորհակալություն, այո, հիմնականում մենք ոչ սահմանված վայրով անցնելու դեպքեր ունենք, ցավալի նաև դեպքեր ունենք, որ այո մահվան երկու վրա երթի դեպքեր ունենք եւ մենք բոլոր մեր քաղաքացին միշտ հորդորում ենք, որպեսզի անցնել հետիոտի համար սահմանված վայրերով։ Ինչի՞ չէ, նաև միջպետական ճանապարհներին ենք մենք ունեցել ոչ սահմանված վայրով անցնելու դեպքեր, որը հանգեցրել է մահվան երգով։ Ես մի հատ թիվ հնչեցնեմ, որ 25 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրել ենք 9539 վարչական իրավախախտում ենք իրականացրել ոչ սահմանված վայրով անցնելը, բայց ցավոք սրտի մեր քաղաքացիները շարունակում են ճանապարհահատել ոչ սահմանված վայրով։ Երբ որ մենք հարցնում ենք, ասում ենք լավ 5 մետր, 50 մետր վերևը մեր քաղաքացիները շտապում ենք, ոտքս ցավում է հատկապես մեր տարեցները, այո, կամ շտապում են, կամ թե ինձ ինչ պետքա լինի նմանատիպ բաներ, բայց եւս մեկ անգամ առիթից օգտվելով եւս մեկ անգամ կոչ ենք անում, որպեսզի այդ 2-3 րոպե ավելի լավ է ինքը ուշ հասնի իր աշխատանքի վայր կամ որևիցե այլտեղ, բայց անցնի սահմանված վայրով։ Այո, մենք ունենք սրանով նաև մահվան երգով տարբեր դեպքեր։ Ես պրոստը 11 ամիսների ընթացքում շուրջ 10,000 արձանագրություն ունենք ասում։ Պաուդինյան, ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների ծրագրերի շրջանակում թերևս բարեկային ծառայության ներդրում եւ առաքելագործականության հետ կապ ունեցող ցանկացած բարեփոխում, որն արձագանքի է բախվել, հանդիպել, բայց այսօր մենք ունենք բարեկային ծառայություն, որը իրականացնում է իր առաքելությունը, շարունակաբար փոփոխություններ են տեղի ունենում, առաջընթացի հեռանկարներն ավելանում են։ Ես ուզում եմ ներգրավվածություն աստիճանից խոսենք, որովհետև տարվա ընթացքում բարբերաբար համալրվում է ձեր կազմը եւ թիմը, շատ երիտասարդներ որոշում են ծառայություն սկսել հենց այս ոլորտում։ Նաև շատ երիտասարդ աղջիկներ։ Աղջիկներ, այո, կանանց ներգրավվածությունը առանձին կանդրադառնանք։ Ես ուզում եմ այս մասին խոսենք։ Ինչքանով են հետաքրքրված, ինչքանով են համալրումները ինտենսիվ, ինչ փուլում եք։ Շնորհակալություն։ Բարեկային ծառայության համալրում իրականացվում է նոր կարգի ընդունելությունով, մրցույթային եղանակով ներդրվել է նոր ուսուցման մոդել, շեշտը դրվել է իրավական գիտելիքների, հաղորդակցման եւ ոչ ստանդարտ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացման վրա։ Նշեմ, որ արդեն ավարտական քննությունները ավարտվել է եւ 105 ուսանող նոր 105, հա, արդեն մոտ օրերս կհամալրեն բարեկային ծառայության շարքերը։ Եվ զուգահեռ նաև իրականացվում է բարեկային ծառայության ընդունելություն, առիթից օգտվելով նաև հորդորեմ մեր քաղաքացիներին, ով որ մեզ լսում է, դիմի բարեկային ծառայության ընդունելություն է մեր մոտ իրականացվում եւ այս պայդրությամբ արդեն ունենք շուրջ 500 դիմորդ եւ կխնդրեմ, որ ով որ ցանկություն ունի բարեկային ծառայության ծառայելու դիմել ներքին գործերի նախարարության կրթահամալիր, հանձնել համապատասխան քննություններ եւ համալրել բարեկային ծառայության շարքերը։ Ինքը իրոք բարեկային ծառայությունը ոչ թե ես որպես պետ եմ դա ասում, այլ ինքը շատ լավ ծառայություն է, շատ պիտանելի ծառայություն է եւ կխնդրեմ այն քաղաքացիներ, որ դեռ չեն հստակ կողմնորոշվել, դիմել բարեկային ծառայության ընդունելությանը։ Տարին 2 անգամ է ընդունելությունը, պարոն Խուդինյան։ Ըստ թափուր տեղերի, արդեն մենք այս մեկը որ ավարտել էինք, ավարտելու զուգահեռ նոր ընդունելություն եղավ։ Այսինքն ընդունելությունը ավարտելուց հետո պետք է գնա նորից սովորեն, ավարտելուց տարին 1 կամ 2 անգամ ըստ մեր թափուր հաստիկների։ Առաջնորդվում ենք թափուր հաստիկներով։ Եվ Կարենը նշեց կանանց ներգրավվածությունը։ Չնայած մենք պատիվ ունեցել ենք Մարիամին Կարապետյան, այո, մեր տաղավարում հյուրընկալել։ Ես ուզում եմ դուք որպես ծառայության պետ այս մասով ձեր մեկնաբանությունը տաք, որովհետև առաջին հայացքից ինձ թվում է բոլորիս համար է աչքին սովոր չէր կին բարեք ծառայության մեջ, բայց հիմա կան հատվածներ քաղաքում, որոնք հստակորեն կառավարվում եւ համակարգվում են կին բարեկների։ Ես ուզում եմ հասկանալ որքանով է արդարացվել աղջիկների ներգրավումը, բայց մենք Մարիամի հետ շփվելուց հետո հասկացանք, որ այո, կան լավ կադրեր։
Այո, կանանց ներգրավվածությունը ընդհանրապես ոստիկանությունով եւ բարեկային ծառայություններում խրախուսվում է եւ մենք մեր մոդել ունենք բարեկային ծառայությունում կին ծառայողներ բավականին շատ եւ հիմնականում ես այսպես ասեմ, ինքը արդարացված ծառայություն է, որովհետև մեր ստատիստիկան որ ցույց է տալի, թե հանցագործությունների բացահայտման աշխատանքներում են ակտիվ ներգրավված, թե ճանապարհային երթևեկության մասով, այսինքն որևիցե կաշկանդվածություն կամ ինչ որ չունենք, էլի, իրանք հստակ իրականացնում են իրենց պարտականությունը, այո, ինչպես դուք եք նկատել, մեզ էլ են տարբեր քաղաքացիներ դիմում, ասում են, «Էս ինչ հաշվարկում տեսել ենք, էս ինչ աղջիկներ կարգավորում կամ էս ինչ տեղը կամ էս ինչ իրավախախտում ինքն է հայտնաբերել», այո, համարում ենք մենք դա արդարացված եւ եւս մեկ անգամ նոր ընդունելության հետ կապված կոչ ենք անում մեր աղջիկներին դիմել, եթե որևիցե խորհրդատվական կամ կուզեն ծանոթանալ կամ հասկանան ծառայության առանձնահատկությունը, մենք սիրով կընդունենք բարեկային ծառայություն, իրանց կբացատրենք, ցույց կտանք։ Այո, այս պահին մենք համարում ենք, որ ինքը արդարացված ծառայություն է, բարեկային ծառայություն։ Բայց այս արարողակարգային հարցերից դուրս, որպես ծառայության ղեկավար, պարոն Խուդինյան, կանանց այդ աշխատանքը հեշտ է։ Եվ հեշտ է, եւ դժվար է։ Բայց ամենայդեպս մենք ունենք նաեւ կանանց խորհուրդ, որ մենք հավաքվում ենք մի 2 ամիսը մեկ, այած ըստ առանձնահատկությունների հավաքվում ենք, որտեղ գույքագրում ենք այն խնդիրները, որ կարող են առաջանալ կանանց ծառայության ընթացքում, գույքագրում ենք, որը կարճաժամկետ է լուծում ենք, որը երկարաժամկետ է արդեն ըստ վերադասության մենք զեկուցում ենք։ Այսինքն մշտական այդ խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են։ Պարոն Խուդինյան, որպես ամփոփում, ես ուզում եմ ձեզ խնդրել, որպեսզի դուք եւս մեկ անգամ կրկնեք, որ ալկոհոլի չարաշահումը տոն օրերին ներում բեկում չի ունենալու եւ ինչպիսի ուժեղացված ծառայություն է մատուցվելու, որպեսզի մարդիկ, որոնք նոր են միացել մեզ, մեր ունկնդիրները հստակաբար կրկին արձանագրեն իրենց համար։ Շնորհակալություն, ինչպես նշեցի, արդեն բարեկային ծառայություն անցել ուժեղացված ծառայություն է իրականացնում առևտրի կետերի մոտ, որպեսզի եւ խցանումների հետ կապված եւ մեր քաղաքացիները անվտանգ իրականացնեն իրենց նախատոնական, այսպես ասած, առևտուրը, իսկ ինչ վերաբերվում է արդեն 31-ից եւ ոչ աշխատանքային օրերին, բարեկային ծառայությունը իր ամբողջ ներուժով, լրացուցիչ ուժերով իրականացվել ուժեղացված ծառայություն եւ Երևանում եւ Հանրապետության բոլոր մարզերում, մայրուղիներում, որպեսզի մենք թույլ չտանք մեր վարորդները ոչ թափ վիճակում վարելու։ Մենք հորդորում ենք մեր քաղաքացիներին, որ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել։ Նմանատիպ դեպքերում կլինի կին թե տղամարդ, շեշտում եմ, որևիցե ներում չի լինելու։ Ինչպես նաև արդից օգտվելով կխնդրեմ մեր քաղաքացիներին, որ անչափահասներին մեքենա չտրամադրեն։ Սա նույնպես մենք ունենք նմանատիպ նաև դեպքեր, երբ որ անչափահասներին տրամադրվում է տրանսպորտային միջոցներ։ Եվս մեկ անգամ կհորդորեմ մեր ծնողներին անչափահասներին տրանսպորտային միջոցներ չտրամադրեն, որոնք չունեն վարորդական իրավունք։ Շնորհակալ ենք, պարոն Խուդինյան։ Շնորհակալ ենք շատ։ Վստահ եմ, թե ունկնդիրների եւ թե մենք շատ հարցերի պատասխաններ ստացանք։ Սիրելի ունկնդիրներ, ամեն առավոտի տաղավարում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն է։ Ես շնորհակալ ենք շատ բարի ծառայություն։ Մենք էլ ենք շնորհակալ հրավերքի համար։ Բոլորիս լավ օր։